Մասացնել է դա էլի, ես էլ եմ էդ ասում էլի, որ տղամարդկանց մոտ օրգազմի հասնելու հարցը շատ հեշտ է, կա սեննաժետքում, կա օրգազմ, գիտեմ, շատ որ ման կան գրականության մեջ կգտնենք ինչ-որ մի հիվանդություններ կամ իրավիճակներ, որի դեպքում առաջանում է դիսոցիացիա օրգազմի և սեննաժետման միջև, այսինքն կա սեննաժետքում չկա օրգազմ կամ կա օրգազմ առանց սեննաժետման, լինում են, էպիզոդիկ դեպքեր կարող են, բայց ճնշող մեծամասնության դեպքերում տղամարդկանց մոտ սեննաժետքումը ուղեկցվում է օրգազմի զգացողությունով, իսկ կանայք ցավոք սրտի, միանշանակ ցավոք սրտի, չունեն նման հնարավորություն, դուք գիտեք հիմնականում տղամարդկանց բնությունը այդքան շատ բան շռայլություններ չի տվել, կանանց շատ հնարավորություններ է տվել, բայց կա մի կետ և դա այս կետն է, որտեղ որ կանայք խնդրի առաջ են կանգնում օրգազմ ստանալու հետ կապված։ Վաղաժամ սեննաժետման խնդիր ունեցող տղամարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ իրենց կողակիցը ունի խնդիր օրգազմին հասնելու հետ կապված։ Կընդունեն դա, չեն կընդունի, կհարցնեն, չեն հարցնի, կհամակերպվեն, չեն համակերպվեն, սրանք բոլորն այլ հարցեր են, բայց կա խնդիրը։ Եվ շատ ցավոք սրտի կանայք, ովքեր ունեն օրգազմի խնդիր, այս մասին հիշում են, մտածում են իրենց մեջ, ինֆորմացիան մարսում են և որոշում են բարձրաձայնել եսիմ երբ։ Շատ դեպքերում գուցե և արդեն ուշ է, չեմ կարող ասել, որտև ամրապնդված այդ խնդիրները, սպասելիքներ, որ վայ հեսա արագ շատ կախարդական փայտիկով բոլոր հարցերը կլուծվեն, չի լինում այդպիսի բան։ Դրա համար ոչ մի ամոթ բան չկա, որ օրինակի համար ամուսնական զույգը, եթե ամուսնությունից արդեն անցել են, 1-2 տարի ժամանակահատված է արդեն անցել օրինակի համար և խնդիր կա, կնոջ մոտ չի լինում օրգազմ, սա կարևոր հարց է և ինչու չէ, զբաղվել այս հարցով, դիմել բժշկի, ինչ ամոթ բան կա դրա մեջ վերջի վերջում, ինչի տղամարդը կարա վայելի օրգազմի պտուղները, այսպես ասված, կինը ոչ, ինչ տարբերություն, հիշեք, որ սա վաղ թե ուշ խնդիր է առաջացնելու, ուզեք, չուզեք, սա մի օր խնդիր է առաջացնելու։